քայլեր ամերիկյան կողմից, կոնկրետ քայլեր գերիների վերադարձիողությամբ, ինչ տեղեկություններ ունեք։ Քանի դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, բոլոր տեսակի ռիսկերը իրենք ինչ-որ չափով առկա են։ Իսկ ինչի է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամեն գնով չէ, մեր ինքնիշխանության եւ մեր կարմիր գծերը ասել ենք, հա, եւ այդ շրջանակում մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր, որպեսզի նոր էսկալացիա չլինի, նոր պատերազմ չլինի, նոր զոհեր չունենանք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ ամենը իրականացնում է այդ նպատակով եւ ամերիկյան կողմի հայտարարությունը ես իհարկե դրա մասնագետը չեմ, բայց ցանկացած հայտարարություն, որը կօգնի կողմերին ստորագրել արդեն իսկ համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը, ես կարծում եմ դրական վերաբերմունք ունեմ եւ հակառակը, եթե կլինի հայտարարություն, որը կհեռացնի կողմերին կամ կողմերից մեկին այդ հայտարարությունից բնականաբար բացական գնա։ Իսկ պարոն Պապյան, գերիների մասով ասում են, որ խաղաղության հաստատման համար գերիների վերադարձը կարևոր է։ Կա ամերիկյան կողմից ինչ-որ նախաձեռնողականություն Չեմ տիրապետում այդ հարցերին, որովհետև դա այն ոլորտային հարցեր չեն։ Պարոն Պապյան, հարցը երեք նախարարի ասուլիսից նախարարների, այսինքն Հայաստանի եւ Ռուսաստանի Արարատ Միրզոյանը ստերության հայտարարեց, որ Հայաստանը Եվրամիության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդպիսի քննարկում կամ բանակցություն չկա եվրոպական կողմի հետ։ Ի վերջո, ինչի համար է քննարկվեց Եվրամիության անդամակցության մասին այդ օրենքը եւ ինչի մասին է այդ օրենքը։ Դա Եվրամիության անդամակցության մասին օրենք չէ։ Դա Հայաստանի մտադրություն, սա գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ է, գործընթացի մեկնարկի մասին եւ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության հետ հարաբերությունների մասով ես ուզում ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է Եվրոպական միությունում, Բրյուսելում, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է մոտ լինել Եվրոպական միությանը այնքան, ինչքան Եվրոպական միությունը դա կհամարի հնարավոր կամ թույլատրելի։ Ես հիմա բառացի չեմ հիշում, հնարավոր։ Հետևաբար, սա ամենակարևոր քաղաքական հանձնառությունն է։ Մնացած գործողությունները, դրանք արդեն ըստ էության դրանց ենթագործողություններ կարող են լինել եւ այո, ինչ որ դուք ասեք, հայտ չենք ներկայացրել, իհարկե չենք։ Բայց կա ժամկետ, երբ եք պատրաստվում ներկայացնել։ Օրենքը ժողովուրդը 50000-ից ավել մարդ օրենքի նախագիծը ներկայացրել, ազգային ժողով պետք է դրա նկատմամբ վերաբերմունք դրսևորել եւ վերաբերմունք դրսևորել է։ Դրական է այդ վերաբերմունքը դրսևորել, որովհետեւ դա ելի եմ կրկնում մեր արտաքին քաղաքականության եւ վարչապետի այդ ելույթի, հայտնի ելույթի ուղիղ տրամաբանության մեջ է։ Ես կրկնում եմ, դա երկար գործընթաց է եւ ես չեմ կարող ասել ինչքան, որովհետեւ այդտեղ մի կողմից տնային աշխատանք ունի Հայաստանի Հանրապետությունը անելու եւ մյուս կողմից բնականաբար գոյություն պետք է ունենա նաեւ եվրոպական երկրների քաղաքական կամքի հարցը, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ կրկնում ենք, մենք հիմա այս պահին գտնվում ենք բոլորովին այլ տնտեսական միության մեջ, այս Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետությունը հայտ չի ներկայացրել։ Երբ եք պատրաստվում, պարոն Պապյան։ Եվ այլ օրակարգ այսօրվա ես գոնե որպես կառավարության անդամ չգիտեմ, չկա, Բայց ԵՄ-ի անդամակցության օրակարգ։ Ես ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է եւ օրակարգ այդ միությունից դուրս գալու Բայց չենք կարող չէ համատեղել, պարոն Պապյան, թե Ռուսաստանի դեմ ուղղված քայլ չէ։ Որևէ մեր գործողությունները երբևէ որևէ երկրի դեմ կամ կողմ չեն եւ չեն կարող լինել, ոչ, դա շատ վատ գործողությունների շարք կլինի, եթե մենք մեր գործողությունները պլանավորենք ինչ-որ երկրի դեմ կամ ինչ-որ երկրի կողմ։ Մենք ինչ անում ենք Հայաստանի Հանրապետության համար ենք անում։ Բայց ռուսական կողմը դեմ է դիտարկվում։ Հարգելի գործընկերներ, ես արդեն պատասխանեցի, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք եւ այլ օրակարգ Հայաստանի Հանրապետության
կառավարությունում այս պահին իմ առջև դրված չկա եւ շարունակում ենք այդ տրամաբանությամբ աշխատել։ Եվ միևնույն ժամանակ մենք մեր օրենսդրությունը, կարգավորումները համապատասխանեցնում ենք աշխարհի լավագույն կարգավորումների հետ։ Օրինակ, Եվրոպական միության 4 դիրեկտիվները հաջորդ շաբաթ ազգային ժողովի կողմից կընդունվեն, սպառողների իրավունքների պաշտպանությանն են վերաբերվում, մրցակցությանն են։ Հիմա եթե Եվրոպական միությունում մրցակցության պաշտպանության կամ սպառողների իրավունքների պաշտպանության լավագույն կարգավորումներն են, բայց այդ կարգավորումները չբերենք, չիմպլեմենտացնենք այստեղ։ Նաև դուք ասացիք, որ տնային աշխատանքներ կատարելու ձեր արտախորհրդարանական գործընկերների հետ խոսել եք, քննարկել եք, որ այդ դեպքում հանրությանը չներկայացնեն, որ մենք արդեն հասել ենք Եվրամիության կազմում ենք գտնվում, կկվեցինք եւ այլն։ Ես որևէ գործընկեր չգիտեմ, որ ներկայացրել է այդպիսի բան, որովհետեւ նախ չէ, այդ մարդիկ ովքեր որ այդ 50,000 ստորագրություն ներկայացրել են, չեն ներկայացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դրանք բոլորովին այլ ուժեր են, իրենք բոլորովին այլ կերպ են իրենց դիրքավորել, որևէ կերպ իրենք չունեն կապ չունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, սա մեկ։ Երկրորդը դա արդեն նշեցի ինչի մասին է եւ այդ մեկնաբանությունը ես չգիտեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ падգամավոր, որ այդպիսի մեկնաբանություն է արել։ Ես մի բան չեմ Արամ Սարգսյանը, Երևանի Արամ Սարգսյանը բոլորովին այլ կուսակցության ղեկավար է, եւ մեր կուսակցության հետ որևէ առնչություն չունի, բացառությամբ այն դեպքում, երբ որ մեկ համայնքում, մայրաքաղաքում քաղաքային իշխանության հետ կոալիցիա է։ Գործընկերների շատ են հնչում այս թեզը, այս տարիներին, որ Հայաստանում ինչ-որ ուժեր կան, որոնք ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա, Հայկ Մոմիրյանը դրան ծայրակաբար ասում ուզում եք դարձնել Հայաստանը ծայրակաբար Ռուսաստանի ենթակաբար ծայրակաբար կամ Ռուսաստանի գուբերնիա։ Ինչ կարող եք ասել մի դեպք, որ այս վերջի 35 տարվա ընթացքում Ռուսաստանը պաշտոնապես կամ կիսապաշտոնապես հայտարարել է, որ ակնկալիք ունի Հայաստանը զավթել, վերցնել, չգիտեմ, էքսպանսիայի ենթարկել եւ դարձնել օրինակ Ռուսաստանի գուբերնիա կամ ծայրակաբար Ռուսաստանի։ Երբևէ նման ազդակ Ռուսաստանից լսել եք կամ պաշտոնական հայտարարություն։ Նայեք, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ընդհանրապես մեր քաղաքականության հիմնական նպատակը բնականաբար մեր ինքնիշխանության պաշտպանությունն է եւ աշխարհի բոլոր երկրների հետ հավասարի խոսելու։ Մենք չեմ կարծում, որ պետք է գնանք այն տրամաբանությամբ, որ ինչ որ երկրների, այսինքն մենք տես տարբերակում երկրների մեջ չպետք է դնենք, մենք որևէ երկրի հետ մեր հարաբերությունները կառուցելուց պետք է գնանք մեր ինքնիշխանության ամրապնդման եւ բնականաբար հավասարի խոսելու քաղաքականությամբ եւ տնտեսական քաղաքականության վարելուց մենք երբ որ տեսնում ենք որ օրինակ կա մի ապրանք, որը Եվրոպայում վաճառում ենք, բայց Ռուսաստանում չենք վաճառում, մենք փորձում ենք դա նաեւ Ռուսաստանում վաճառել, եթե կա մի ապրանք, ես հարգելի գործընկերներ, ես պատասխանում եմ հարցին այնպես, ինչպես ես ցանկանում եմ պատասխանել, ես հետեւաբար ես այդ հարցը համարում եմ ես ասում եմ որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ երկրի գուբերնիա չի կարող դառնալ եւ այն քաղաքականությունը որ այսօրվա կառավարությունը վարում է հենց դրա մասին է ես պատասխանեցի ձեր հարցին Պարոն Պապոյան, կրկին այդ անդամակցության թեմային եմ ուզում անդրադառնալ, երբ որ կառավարությունը այդ որոշման հավանություն էր տալիս քաղաքացիական այդ նախաձեռնությանը, վարչապետը մեջբերում ասում էր, որ անդամակցության հարցը կքննարկվի Եվրամիության գործընկերների հետ եւ ասում էր մենք Եվրամիության հետ պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որը իրենք են պատկերացնում եւ որը մենք ենք պատկերացնում եւ մենք պետք է իրար հետ ճանապարհային քարտեզ մշակենք։ Քանի որ նաեւ մեծ հաշվով ձեր ոլորտն էլ այստեղ սերտ առողջություն ունի, այսինքն առանց ձեզ հաստատել քննարկումները դժվար լինեն։ Ուզում եմ իմանալ ինչ որ քննարկումներ է ճանապարհային քարտեզ մշակելու շուրջ այս ամիսներին այդ նախագծի ընդունումից հետո եղել է Եվրամիության հետ։ Մենք ամեն օր աշխատում ենք մեր օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։ Ես ձեզ քիչ առաջ նշեցի, որ նկատում կոնկրետ անդամակցության փաթեթով հարգելի գործընկերներ, հələ թողենք անդամակցություն, ոչ անդամակցություն։ Եվրոպական միությունը առաջին հերթին ինքը ինչ-որ ստանդարտ է, ապրելու ստանդարտ, իրար հետ շփվելու, իրար հետ հարաբերվելու, իրար հետ գործակցելու ստանդարտ է։ Հիմա
երբ որ մենք ասում ենք, երբ որ ես ազգային ժողովում տանում եմ 200 էջից բաղկացած մի հատ մեծ փաթեթ, նախորդ շաբաթ ներկայացնում եմ ու քննարկում ենք, ու դա սպառողների իրավունքների պաշտպանության եւ մրցակցության պաշտպանության մասին է։ Դա գիտեք ինչ է, դա այն է, երբ որ Ֆրանսիայում, Գերմանիայում ինչ տրամաբանությամբ են մրցակցությունը կարգավորվում։ Այդ բերում ենք մեր երկրում կիրառում ենք։ Ինչ տրամաբանությամբ է մարդու սպառող իրավունքները պաշտպանվում այդ երկրներում, այդ նույնը կիրառում ենք։ Այսինքն մենք հիմա իրականացնում ենք այդ գործողությունները, որոնք որ մեր երկրի ստանդարտն են բարձրացնում, մեր երկրի մրցունակությունն են ավելացնում, եւ եթե դա իհարկե կօգնի այդ ճանապարհին, վստահաբար կօգնի, բնականաբար ավելի լավ, բայց մեր օրակարգը հետեւյալն է, առաջին հերթին մեր երկրում ամեն ինչ լավագույն ստանդարտներին համապատասխանեցնել է։ Հիմա պարոն Ապապը, Հայաստանի հեռահար նպատակը ԵՄ դառնալն է, թե ոչ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ամենահիմնական նպատակը բնականաբար 29743 կիլոմետրով միջազգայինորեն ճանաչված սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է եւ այս տարածքում մեր ինքնիշխանության զարգացմամբ պետության այնպիսի պետություն կառուցել ուրիշ բան ասենք պատերազմ լինի։ Կա պետություն, որը սպառում է հայ։ Իրավիճակներ միշտ էլ կարող են լինել, բայց կառավարությունների խնդիրը դա է, դա միշտ կառավարել եւ այնպես անել, որ այդ սպառնալիքները տեղի չունենան։ Ռուսաստանը սպառում է Ես կարծում եմ, որ բավարար բոլոր հարցերին ինչքան հնարավոր է պատասխանեցի։ Լավրովը երեք ասել է, որ Հայաստանը մտադիր է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը Հայաստանում ձևավորված ֆորմատ է Բելարուսին եւ Ռուսաստանին մեկուսացնելու համար։ Կա այդպիսի տեղեկություն իշխանությունների։ Ես կարծում եմ, պարոն Միրզոյանը ավելի ճիշտ կպատասխանի, որովհետեւ ես տեղեկություններ չունեմ։